Բարև ձեզ սիրելի ընկերներ, ուրախ եմ ողջունել ձեզ մեր նոր հաղորդման շրջանակներում, որտեղ մենք փորձելու ենք ձեզ օգնել դեպի մայրություն գնալու ձեր կարևոր ճանապարհին։ Ես Գայանեն եմ, մասնագիտությամբ դեղագետ, երկու զավակների մայր եւ Babybox Armenia մոր եւ մանկան դեղատան պրոյեկտի հիմնադիր։ Մեր պրոյեկտի շրջանակներում մենք օգնում ենք հղիներին ճիշտ եւ գրագետ եւ շատ արագ պատրաստվել ծննդատուն։ Այսօրվա մեր հաղորդման շրջանակներում մենք կխոսենք հղիության ժամանակ հոգեբանական եւ ֆիզիկական պատրաստվածության մասին, հարազատների եւ ընտանիքի անդամների աջակցության մասին եւ իհարկե ձեր բալիկի լույս աշխարհ գալու պատրաստության մասին։ Մայրության ճանապարհին առաջին քայլը դա հոգեբանական պատրաստվածությունն է։ Կնոջ հոգեբանական վիճակը շատ սերտ կապ ունի պտղի զարգացման եւ իր ինքնազգացողության հետ։ Շատ կարեւոր է հիշել, որ դուք եք ձեր համար ստեղծում այն պայմանները, որ լինեք ուրախ եւ երջանիկ։ Եվ հնարավոր է նաեւ քայլեր կատարել, որոնք կարող են նպաստել ձեր էներգիայի եւ բարձր տրամադրության նոր հոսքին։ Կան պրակտիկաներ, որոնք կատարելիս դուք կարող եք դրան հասնել։ Դա մեդիտացիաներն են, յոգայի վարժությունները եւ շնչառական վարժությունները հղիության ժամանակ։ Իհարկե պետք է հիշել, որ բացի այդ վարժություններից դուք չպետք է ճնշեք ձեր մեջի զգացողությունները։ Եթե ունեք ինչ-որ խնդիրներ, փորձեք կիսվել ձեր հարազատների հետ։ Ես վստահ եմ, որ իրենք ձեզ կհասկանան եւ շատ լավ աջակցություն կգործադրեն։ Երկրորդ քայլը դա ֆիզիկական պատրաստվածությունն է։ Հիշեք, որ ֆիզիկական պատրաստվածությունը նույնպես շատ կարևոր է մեր առողջության համար։ Ոչ միայն հղիության ընթացքում է պետք դա հիշել, այլ նաև նախքան հղիությունը, հղիության պատրաստվելու փուլում եւ հետծննդաբերական շրջանում եւս։ Ֆիզիկական վարժությունները, թեկուզ ոչ շատ ակտիվ, կարող են նպաստել ձեր բարձր տրամադրության եւ լավ էներգիային։ Դուք կարող եք կատարել այդ վարժությունները ամեն օր քիչ-քիչ։ Հնարավոր է, որ դա նաև նպաստի հետծննդաբերական շրջանի ավելի արագ վերականգնվելուն։ Ես կարող եմ իմ օրինակը բերել։ Երկրորդ հղիությունից առաջ ես շատ ակտիվ զբաղվում էի սպորտով, եւ իմ վերականգնումը երկրորդ ծննդաբերությունից հետո եղավ շատ ավելի հեշտ եւ արագ։ Կարևոր է նաև հիշել, ճիշտ սնունդը եւ առողջ քունը շատ մեծ դեր են խաղում հղիության ընթացքում եւ ավելի լավ են ձեզ պատրաստում երեխայի լույս աշխարհ գալուն։ Մայրության ճանապարհին շատ կարևոր է ձեր կողակիցների, տան անդամների աջակցությունը։ Եվ իհարկե, ամենակարևոր աջակցությունը գալիս է ձեր ամուսնուց, ապագա հայրիկից։ Նրա պատրաստվածությունը շատ կարևոր դեր է խաղում այս ընթացքում։ Եվ մենք խորհուրդ ենք տալիս այս հաղորդման շրջանակներում լինել մեզ հետ, միասին դիտել մեր հաղորդումները եւ պատրաստվել այս կարևոր ճանապարհին։ Շատ կարևոր է, որ ձեր կողակիցները գիտակցեն, որ դուք գտնվում եք ձեր կյանքի ամենակարևոր, ամենաբարեգործ փուլում։ Ձեր հոգեկան վիճակը եւ ապակա բալիկի առողջությունը եւ զարգացումը շատ սերտ կապ ունեն իրար հետ։ Հղիության ժամանակ մայրիկների մոտ բնորոշ է այսպիսի հոգեբանական իրավիճակ, ինչպիսին է բույն շինելու իրավիճակը։ Դա ինտուիտիվ բնազդ է, որը կարող է լինել բոլոր կենդանիների մոտ եւ մարդկանց մոտ եւս։ Ես կարող եմ ձեզ վստահ ասել, որ երրորդ եռամսյակի սկզբում ձեզ մոտ դա լինելու է։ Եվ հնարավոր է, որ հղիության սկզբի ժամանակ ձեզ մոտ միտք առաջանա, թե ինչպես եմ ես ամեն ինչ անելու, կազմակերպելու, սենյակը դասավորելու, իրերը գնելու։ Դա սկզբից է, բայց երբ որ դուք հասնում եք երրորդ եռամսյակին, այդ ամեն ինչը ձեզ մոտ գալիս է ինտուիտիվ եւ բնազդաբար։ Հետևաբար հանգիստ եղեք, այդ փուլը եւս գալու է ձեզ մոտ եւ ձեզ շատ հեշտ է լինելու։ Պարզապես խորհուրդ ենք տալիս մնալ մեզ հետ։ Մենք մեծ սիրով օգնելու ենք ձեզ այդ ճանապարհին։ Փորձելու ենք ձեզ տալ ճիշտ խորհուրդներ սենյակի դասավորման հարցում, իրերի գնման հարցում եւ կփորձենք ձեզ օգնել բոլոր այդ հարցերում։ Այսօր մենք քննարկեցինք շատ կարևոր փուլերը մայրության ճանապարհին։ Դա հոգեբանական պատրաստվածությունն է, ֆիզիկական ակտիվությունը, ձեր հոգեհարազատ մարդկանց, ձեր կողակիցների աջակցությունը եւ իհարկե ձեր երրորդ եռամսյակի ակտիվ էներգիայով լի
փուլի մասին խոսեցինք։ Հաջորդ մեր հաղորդման շրջանակներում մենք խոսելու ենք նրա մասին, թե առհասարակ ինչպես է ճիշտ պատրաստվել հղիությանը, ինչպես է ճիշտ վարել հղիությունը, ինչ ժամանց կարելի է կազմակերպել եւ իհարկե հրավիրելու ենք մեր տաղավար փորձագետների, բժիշկների, հոգեբանների։ Նրանք կիսվելու են մեզ հետ իրենց փորձով եւ փորձելու են օգնել այս կարևոր ճանապարհին։ Շնորհակալ ենք մեզ հետ ձեր ժամանակը անցկացնելու համար։ Պահպանեք ձեզ եւ ձեր սիրելիներին։ Իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ հաղորդման ժամանակ։ Հաջողություն։